Գյումրիում փողոցաշինական աշխատանքները մտել են ակտիվ փուլ։ Քաղաքապետարանն այս տարի նախատեսել է իրականացնել 46 մեծ ու փոքր փողոցների հիմնանորոգում, ինչը լայնածավալ սուբվենցիոն ծրագրի արդյունք է։ Կարեն Դեմիրճյան փողոցն է, որտեղ իրականացվող հիմնանորոգման աշխատանքներն ունեն իրենց յուրահատկություններն ու ծավալները։ Դրանք բավականին ակտիվ եւ բնականոն ընթացքի մեջ են։ Հողային նախապաճեստական փուլն ամբողջությամբ ավարտված է։ Հողի վերին շերտը լիովին հանված եւ շինարարներն անցել են աշխատանքների հաջորդ կարևոր փուլին։ Այստեղ իրականացվում է ենթակառուցվածքների լիովին թարմացում։ Ամբողջությամբ փոխվում են կենցաղային կոյուղու համակարգի բոլոր գծերը։ Տեղադրվում են փողոցային ջրահեռացման նոր դիտահորեր եւ խողովակներ, որտեղ նախատեսված է հին ու մաշված բոլոր կոմունիկացիաները փոխարինվում են բացառապես նորերով։ Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի փողոցաշինական հարցերով փորձագետ Կնյազ Մանասյանի տեղեկացմամբ 2026 թվականին պլանավորված 46 փողոցներից 16-ում արդեն սկսվել են շինաշխատանքներ, որից 5-ում դրանք լիարժեք ավարտված են։ Ունենք երկու ծրագիր 26 թվականի համար, մեկը բաղկացած է 18 փողոցից, մյուսը 21 փողոցից։ Որոր մրցույթները կայացած են, աշխատանքները ընթացքի մեջ են։ 7 փողոցից, որոնց անցած տարի մնացել, 5-ի աշխատանքները լիարժեք ավարտված են։ Ուրեմն Կարեն Դեմիրճյան 7-րդ նրբանցքի հյուսիսային մաս, հարավային մասը, Բաշինջարյան փողոցը, Պողոսյան փողոցը եւ Շահինյան կամո հատվածը։ Մնացել է 25 թվականի ծրագրից դեռևս անավարտ Եսայան փողոցը եւ Ղուգասյան փողոցի երկրորդ նրբանցքը։ Էլցանցի կաբելի հարց կա Եսայան փողոցում, որ նոր պայմանավորվածություն կար շինարարի եւ ուրեմն Էլցանցի միջև եւ Ղուգասյան երկրորդ նրբանցքը կոյուղու նիշի հարցը պետք է լուծի եւ հենասյուների խնդիր կան, դեռ փտած ծառած հենասյուներ կան եւ որոշ մի քանի հատ գտնեն երթևեկելի մասում։ Դրանք անպայման մեր գործընկերները տեղափոխեն, որովհետեւ կարողանան լիարժեք փողոցներ իրականացնել։ Ըստ պատասխանատուի շինաշխատանքներն ընթանում են համակարգված, շինարարական ընկերությունները մեծ թափով անցել են գործի։ 2026 թվականի առաջին ծրագրով նախատեսված 18 փողոցից 5-ը վերանորոգելու է Ախուրյանի Կոոփշինը, իսկ 13-ը կապավոր ընկերությունը։ Արդեն 9 փողոցում մեկնարկել են աշխատանքները։ Ջափարիձե, Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան լուսացույցից մինչև Մանուշյան գնացող մանկապարտեզ, Նելսոն Ստեփանյան փակուղի, Միասնիկյան Այգաբացի, Սպենդիարով Խանդիլյան Նրբանցք, Այբազովսկի Բելինսկի։ Մոտակա 1-2 օրվա ընթացքում կապավորը կմտնի նաև Կամոբորյան եւ Հովանես Մելքոնյան փողոցներ։ Երկրորդ ծրագրով նախատեսված 21 փողոցից 8-ի մրցույթը շահել է ԱԱԲ կազմակերպությունը, նույնքան էլ կապավորը, 5-ը Մերձ Մոսկովյանը։ Շինարարական տեմպերին զուգահեռ ի հայտ են գալիս խոչընդոտներ, խորության ստանդարտներին չհամապատասխանող մալուխներ, խանգարող ջրագծեր ու կոյուղագծեր, ինչպես նաև մայթերին ու երթևեկելի հատվածներում առկա ապօրինի շինություններ, որոնք քաղաքապետարանն աստիճանաբար հեռացնում է։ Մենք պետք է աշխատենք, որ օգնենք շինարարին, որպեսզի այդ բոլոր ապօրինի շինությունները վերանան, որպեսզի կարողանան նորմալ տեսք ունենալ փողոցի։ Կարծես մարդը տեսնում որ սա նոր բան է։ Խնդիրներից մեկը Հայաստանի էլեկտրական ցանցերի հենասյուներն ու սարդոստայնի պես կախված մալուխներն են։ Շինարարն ասում է, իմ գործը փողոց կառուցելն է, էլ ցանցի հենասյունը իմ պարտականությունը չէ, պարզաբանում է Կնյազ Մանասյանը։ Գեղեցիկ սարկած փողոց, դուրմուր, փտած հենասյուներ կամ այդ սարդոստայնի պես ախտող խարսով մալուխներ, գզերը։ Կատարված լուրջ աշխատանքի կողքին դնել դա դիմել ենք Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակbaşıcıական գերտան համանador կառավար պարոն Պետրոսյանին խնդրել ենք ստեղծել աշխատանքային խումբ, որում տերն է իրենց ներկայացուցիչը եւ հարց մասնաճյուղի ներկայացուցիչը եւ Գյումրի ցանցինը, Մարսպետարանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն են, շրջենք կազմենք մի ծրագիր, սկսենք համատեղ իրագործել, որովհետեւ մեր ժողովուրդն էլ տեսնի, որ աշխատանք է կատարվում։ Այդ ցանցը իր գործն է կատարում, քաղաքապետարանը իր գործը, Մարսպետարանը իր գործը։ Այլապես ասում որ աշխատանքը ինչ որտեղ չի կատարում, եւ դա բոլորի վրա մնում է որպես բացական բնական։ Իսկ սա Ջափարիձե փողոցն է, որտեղ հիմնանորոգմամբ խորքային լուծում է տրվում տարիների վաղեմության խնդրին։ Այստեղ շինարարները բախվել են կենցաղային կոյուղագծերի լուրջ եւ բարդ խնդրի, որի ամբողջական կարգավորումը կարող է տևել 1 ամսից ավելի։ Սա տարիներով ցկցկված ու չլուծված հարց է, որն այժմ պահանջում է հիմնավոր մոտեցում։ Երկար ժամանակ ցկված խնդիր եղել, ավելի լավ է թող մի քիչ նորմալ ունով գնա, նորմալ որակյալ կառույց ստանանք, որ հետագայում
այդ թաղամասի բնակչությունն սկսում են դժգոհություններ չստանալ։ Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող բոլոր փողոցներում տեղադրվելու է նոր ժամանակակից արտաքին լուսավորություն, միակողմանի կամ երկկողմանի կախված փողոցի լայնությունից։ Բացի այդ, փոխվում են կոյուղագծերը, ջրահեռացման դիտահորերն ու խողովակները։ Անձրևաջրատար ցանցեր կառուցվում են այնտեղ, որտեղ առկա է գործող համակարգ, որին հնարավոր է միանալ։ Հակառակ դեպքում ջրահեռացումն ապահովվում է փողոցի բնական թեքությամբ։ Ըստ Մանասյանի, խստացվել են պահանջները շինարարների նկատմամբ։ Եթե նախկինում երաշխիքային ժամկետը 1 տարի էր, հիմա սահմանվել է 3 տարի։ Շինարարն է ամբողջությամբ պատասխանատու նյութերի որակի եւ կատարողականի համար։ Գյումրու քաղաքապետարանն արդեն պլանավորում է հաջորդ փուլը։ 2027 թվականի համար ծրագրավորված է եւս 48 փողոցի եւ 1 հրապարակի հիմնանորոգում, որոնք նույնպես հիմնականում ընդգրկելու են քաղաքի երկրորդական ու փոքր փողոցները։ Քաղաքապետարանում վստահ են, որ չնայած աշխատանքների ծավալուն բնույթին, փողոցների հիմնանորոգումը կավարտվի սահմանված ժամկետներում, մինչև այս տարեվերջ։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող փողոցաշինական այս նախագիծն իր ծավալներով ու ռազմավարական կարևորությամբ բացառիկ է։ Ընդհանուր ներդրումը տեղական բյուջեից կազմում է ավելի քան 4 միլիարդ դրամ, իսկ 40%-ը տրամադրել է պետությունը համաֆինանսավորման ձևաչափով։ Քաղաքապետարանի կողմից ցուցաբերած հետևողականությունն ու պատասխանատու մոտեցումն ակնհայտ արդյունքներ են տալիս։ Շինարարական աշխատանքներն ընթանում են ակտիվ փուլում եւ շուտով բնակիչները կունենան եվրոպական չափանիշներին համապատասխան բարեկարգ ու անվտանգ ճանապարհներ։